բարի լույս։ Շատերը մինչ օրս կարծում են, թե հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր անգամներ կատարելով պրեսի ժողովրդական լեզվով ասած ամենատարբեր վարժությունները կստանան իրենց այդքան բաղձալի տեսանելի որովայնի մկանները, սակայն իրականությունը մի փոքր այլ է եւ շատ ավելի պարզ, քան կարծում եք։ Մասնավորապես, մեր ճնշամկանը, այո, պրեսը կոչվում է ճնշամկան, pressing, ճնշում բառի հիման վրա։ Շատ ավելի հեշտ է մարզելը, քան մենք սովոր ենք կիրառել թե տնային պայմաններում, թե առավել ևս մարզասրահում։ Մեր ճնշամկանը լինելով ինչպես մնացած ցանկացած այլ մկանախումբ, կարիք չունի ժամերով պահել ծանրաբեռնվածության տակ, որպեսզի այն ունենա աճ։ Այստեղ ամենակարևոր կետը։ Ճնշամկանը պետք է աճացնել նույնպես ոնց որ օրինակ մեր երկգլխանի մկանը կամ եռագլուխ մկանը կամ ոնց նշեցի ցանկացած այլ մկանախումբ։ Ուստի միջին ծանրաբեռնվածություն եւ եթե ավելի առարկայական խոսեմ, ամեն մարզման ընթացքում երկու վարժություն 3-ից 4 մոտեցումով 12-ից 20 կատարումի դիապազոնը պահպանելով ավելի քան բավարար է, ասեմ ավելին։ Ճնշամկանը դա այն եզակի մկանախմբերից է, որոնց դեպքում տվյալ թվականակը, իսկ 12-ից 20 կատարումը բավականին մեծ թվականակ է, կիրառելի է եւ էֆեկտիվ է։ Եթե լիներ այլ մկանախումբ, ունենալով այլ սպეციფիկա, ես կասեի 10-ից 12 կատարումը ավելի նպատակահարմար է, սակայն ոչ այս դեպքում։ Կարևորագույն նյուանսը կայանում է նրանում, որ մեր պրեսը, նույն ինքը ճնշամկանը, հաճախ եմ ասում, որպեսզի բոլորիս մեջ նստվածք տա, շատ արագ է վերականգնվում։ Մենք կարող ենք իրեն մարզել եւ պահպանել էֆեկտիվություն ամեն մարզման ընթացքում, եթե նույնիսկ մարզվում ենք շաբաթը ենթադրենք 5 անգամ, որովհետև 5-ից ավելը դա արդեն հավատացեք կոնտրպրոդուկտիվ է, իմաստ չունի նույնիսկ պրոֆեսիոնալ սպորտսմենների համար շատ դեպքերում։ Կարող ենք կիրառել դա այն դեպքում, ոնց նշեցի, եթե պահպանում ենք ոսկե միջինը։ Երկու վարժություն, 3-ից 4 մոտեցում, 12-ից 20 կատարումով։ Իսկ այսօրվա վարժությունները, որոնք որ դուք դիտեցիք, մաքսիմալ լինելով պարզ, մաքսիմալ էֆեկտիվ են։ Խոսքը գնում է հասարակ կծկումների մասին, գոտկատեղը գետնից պոկելու մասին եւ եթե կանք մարզասրահ, օդում կախված ծնկները բարձրացնելու մասին։ Բոլոր դեպքերում լավ նորությունը կայանում է նրանում, որ այնուամենայնիվ, այո, լոկալ հիպերտրոֆիա գոյություն ունի։ Ինչ է նշանակում լոկալ հիպերտրոֆիա։ Երբ որ դուք օրինակի համար թիրախավորելով այս հատվածը կամ այս հատվածը կամ այս հատվածը, փորձում եք այդ հատվածը ավելի տեսանելի դարձնել, բայց դա այդպես չի աշխատում։ Ստեղ կա եւս մեկ նյուանս։ Հիպերտրոֆիան դա նույն մկանային աճ ասվածն է։ Լոկալ իրեն աճացնել, ձևավորել ավելի ճիշտ կհնչի, այսպես ասած, այո կարելի է, սակայն լոկալ նիհարեցում, լոկալ ճարպայրում ֆիզիկապես անհնար է։ Իմ փոխարեն, ձեր փոխարեն մայր բնությունը, ձեր գենետիկական առանձնահատկությունները արդեն ի սկզբանե որոշված են, թե որ հատվածում է ձեր իսկ ինդիվիդուումի մոտ գնալու սկզբում, ճարպի մասին է խոսքը, թե վերջում։ Ուստի, ոնց նշեցի, հազարավոր կատարումներ անելով պրեսի վրա, դուք երբեք չեք նիհարի, ճարպայրում չեք ապահովի։ Դրա համար հարկավոր է այլ մոտեցում։ Գոյություն ունի այսպիսի մի գաղափար, սննդային դեֆիցիտ կամ պրոֆիցիտ։ Այլ բառերով ավելի քիչ էներգիայի քանակ ընդունում ենք, քան ծախսում, եւ հակառակը։ Դեֆիցիտը իրանից ենթադրում է օրվա կալորաժի ավելի քիչ ընդունում։ Հասարակ լոգիկան թույլ է տալիս դա կռահել, բայց այդտեղ կարևորը միայն դեֆիցիտը պահպանելը չի, կալորաժի քանակը չի ավելի ճիշտ։ Այդտեղ կարևորը մակրոնուտրիենտների, նույն ինքը ԲԺՈ, ոնց ասում են ռուսական սպորտային տարածքում, այսինքն սպիտակուցների, ածխաջրերի եւ ճարպերի քանակը ճիշտ հաշվարկելն է։ Իսկ սա լրիվ այլ պատմություն է, որը ես խորհուրդ կտամ ընդամենը դիմել լավ կոմպետենտ մասնագետի օգնությանը։ Դե ինչ այսօր այսքանը, շնորհակալ եմ ունկնդրելու համար եւ դիտելու համար, ձեզ հետ էին Լևոնը եւ մեր գեղեցկուհի Էմանուելլան։